եզրակացություններով, նրանց հիմքերը միշտ տարբեր են լինում։ Հետաքրքիր է, թե այս ամուսնական զույգի հիմքերը ուր են տարել նրանց եւ ինչպես է, որ նրանք կարողանում են այսպիսի գեղեցիկ բալիկներ ունենալ։ Ես ձեզ ներկայանում եմ Հովհաննիսյան-Մելքոնյան ընտանիքը, ներկայացնում եմ Մելքոնյան-Հովհաննիսյան ընտանիքը, Արտուր Հովհաննիսյանի գլխավորությամբ տանտերը, տանտղամարդը, ինչպես ընդունված է ասել մեր իրականությունում, երաժիշտ, պրոդյուսեր, իրականում մարդ, որ ավարտել է կոնսերվատորիայի փողային նվագարանների բաժինը։ Բարի երեկո, Արտուր։ Բարի երեկո։ Բարի գալուստ։ Ներկայացնեմ Արթուրի տիկնոջը, մի մարդ, իմ շատ սիրելի գոլեգան, որը տարիներ ի վեր 94 թվականից աշխատում է, սկսած հանրային ռադիոյից, հանրային հեռուստատեսությունից, այնուհետ հանրային երկրորդ հեռուստատեսություն եւ այդպես անվերջ Լիլիթը Մելքոնյան, լրագրող, 3 երեխաների մայր, իմ գրկին է փոքրիկ գեղեցիկ Նարեն։ Նախ ուզում եմ ասել, որ նա ընդամենը 1.5 տարեկան է, բայց ինչպես տեսնում եք, շատ լուրջ է վերաբերվում իր գործին։ Լավ, իջի։ Եվ ներկայացնեմ 2 տղաներին, սկսեմ մեծից, առաջին հերթին, Գոր Հովհաննիսյան, 12 տարեկան, քաղաք Երևան, Խաչիկ Դաշտեցի անվան թիվ 114 դպրոցի 7-րդ դասարանցի, բարի երեկո Գոր։ Բարև ձեզ։ Լավ ես, եղբայր, ողջույն։ Լավ։ Ներկայացնեմ Գորի եղբորը, Դավիթ Հովհաննիսյան, 7 տարեկան, քաղաք Երևան, 2-րդ դասարան, նորից նույն դպրոցի, եւ ոնց հասկացա 1.5 տարեկանում Նարեն արդեն կարող է գնալ դպրոց։ Պատրաստվում է։ Թող քայլի Լիլի ջան, ինքը թող հանգիստ էսպես խոսի։ Ոչ, ջակա։ Այո։ Հիմա թողիկ երեխան հանգիստ զբաղվի, իր տնարարությունը անի։ Դուք 94 թվականից հեռուստատեսությունում եք։ Արտուր, դուք որ թվականից եք պրոդյուսերական եւ երաժշտական գործունեություն ծավալում։ Դե ավարտելուց հետո կոնսերվատորիան Դա երբ էր։ 94 թվականին։ Հիմա ուզում եմ հասկանալ։ Իմ հարցերը երբեք պատահական չեն լինում, որովհետեւ ուզում եմ հասկանալ ձեր հանդիպման վայրն ու կետը որտեղ է եղել։ Ռադիոն Հայաստանի ժամանակ այդպես էր կոչվում, Հայաստանի ազգային ռադիոն, հենց այդտեղ էր հանդիպման վայրն ու կետը, որովհետև հեռուստատեսությունից առաջ դեռ 91 թվականից ես աշխատել եմ ռադիոյում, իսկ 94 թվականին արդեն Արտուրը նույնպես որպես երաժշտական խմբագիր աշխատեց, այդ էր հանդիպման կետը, վայրը ազգային ռադիոն։ Ոնց եղավ, մտակ ներս ֆոե։ Չէ, ֆոյում չէր, ընդեղ այն ժամանակ դեյմայլ կա, ստուդիաներ կար, այդ ձևավորում էինք անում, բազմիցս ասել եմ, բայց չեմ զլանա, կրկին կրկնեմ։ Իրանց հենց իմ ժամը արդեն ավարտվել էր եւ իրանց ժամն էր, դե այն վաղ տենց բան կար, համ նոր աշխատող է, հիմա իրանք այնտեղի արքես ասած 5 գելերով հավաքված։ Եկել են, բա յանոմեսով այս նոր աշխատողը եկել է մեր ժամն էլ արդեն խլում է։ Հա, չէ, մեր մոնտաժը։ Ավարտեք դուրս եկեք, ասիկ ավարտեմ, նոր դուրս կգամ։ Տենց կոնֆլիկտային եք սկսել։ Տեսա։ Չէ, շատ կոնֆլիկտային չէ, ուղղակի անհասկանալի ինչ-որ։ Տեսա ու տենց արդեն ոնց որ իմ մեջ առաջացավ զգացմունք ու անցավ մի քանի օր պետք է գնայի մեծ բաբիններով, հա, երկ վերցնե, որտեղ այնտեղ Ինչին բան հիշեցիր բաբինները։ Հա, ամեն մի խոսքից հետո կարողա պետք է մի հատ զանգ կամ ձայն կամ ինչ-որ երաժշտություն անցում։ Գնացի իրենց մոտ որ վերցնեմ, տեսա իրենց աշխատակիցներից մեկի ծնունդներ, տենց քաղցր սեղան էին դրել, տենց թեթև նշում էի։ Ինձ առաջարկեցին շնորհավորեմ, ես վերցրեցի շնորհավորեցի այդ օրվա հոբելարին եւ ասեցի նաեւ ասի տեսնում եք այս աղջկան, բա հա դե մեր Լիլիոնն է, ասես աղջիկի իմ կինն է դառնալու։ Ինչ մեծամիտ Անգամ հայտարարություն։ Սափելի, բայց այդ ռեակցիան չհասցրեցի նույնիսկ ես էլի ռեակցիա տալ, արդեն ծիծաղեցին։ Ես ասեցի ու դուրս եկա։ Այդ օրը տենց չուզեցինք շատ անդրադառնալ։ Արտուր ջան, ուզում եմ հասկանալ, ասացիր, որ ինքը տեղյակ լինի, հետո չանհանգստանա այդ կապակցությամբ։ Համ ինքը տեղյակ լինի, համ մնացածը։ Եվ անցավ մոտ 3 տարի, հետո արդեն նույն հարսանյաց սեղանի շուրջ նույն մարդիկ նստած էին, ասին հայ մարդ եկար, ասիր եւ արեցիր։ Տեսա, եկի տեսի հարթեցի։ Ասեցի տենց ու տենց արդեն հետո մեզ շատ օգնեց թե կյանքում, թե ստեղծագործական կյանքում, որ մենք իրար հետ ոնց որ սկսեցինք արդեն ընդհանուր հաղորդումներ անել ռադիոյով, որտեղ այնտեղ FM բան չկար։ Ուրբաթ այս ժամին հաղորդում կար 3 ժամանոց, հետո ռադիո կազինո, հա ինքը ղեկավարն էր, այսպես ասած, հեղինակը եւ վարողը։ Ես զբաղվում էի զվուկարեժիսորով եւ ընդհանրությունն ռեժիսորով եւ Արտուր, այդ պերիոդը չկար այդ խանդը, որ Լիլիթը կադրից ներսում է, կապ չունի որ ռադիոյում էր, հա։ Չկար, որովհետեւ ես զուգահեռ նաեւ երկի թատրոնում էի, առաջի դե մենք հա Պակալենյան ենք երկի թատրոնի։ Այն ժամանակ մենք էլ քիչ չէինք երևում կադրում։ Մասնագիտական բանը շատ տարբեր էր։
Բացի նայած ինձ երկու գործն էլ դուր էր գալի, որովհետև ես կադրից դուրս էի ստեղծագործում այդ անցումները, երաժշտությունը, ամեն ինչս ճաշակի, որ թեմատիկա բռնի, ինքն էլ այնտեղ եւ տենց սինթեզվեց, լավ ճիշտ դուետ ստացվեց եւ հետագայում արդեն կրկին ուրիշ աշխատանքներ, Լիլիթը արդեն քաղաքապետարանում, ես էլ անցա քաղաքապետարան մշակույթի։ Թվականին քաղաքապետարան։ 96 վերջից 7-ի հունվարին։ Հանրային ռադիոն այնքան բարդ կառույց է, որ հանրային ռադիոից հետո կարելի աշխատել ցանկացած վայրում եւ հաջողել։ Զուգահեռ է աշխատում, որտեղ դրանք շատ տարբեր են իրարից հետ։ Լիլիթը լրատվականի պետն էր, ես մշակույթի վարչության գլխավոր մասնագետը։ Բայց միշտ իրար հետ է գնաց, անգամ աշխատանքի, այդ ինչի է ջղայնանում։ Դե այդ աշխատանքն է նաև մեզ միաձուլում։ Չէ, միշտ այդպես միասին չի, որովհետև տարբեր է, այսինքն այդ ռադիոն միասին էր։ Հետո ճիշտ է նույն տեղն է, բայց ոլորտները շատ տարբեր է, այդպես չես անընդհատ իրար հետ չես, էլի աշխատանքի մեջ։ Լիլ, բայց ոնց էր, հասցնում եք հետևել Արտուրին, ասենք թե ինչ չարություններ է անում, կամ ընդհանրապես աշխատակիցները գալիս են, ասում են, բա դու գիտես, որ ինչ որ փոքրիկ քաղաքային բամբասանքն են։ Իրականում նույն վայրում աշխատանքը, հա, որքանով որ լավ բան է, այդքան էլ բարդ է։ Իրականում ես պատասխանեմ, ոչ մի բամբասանք չի եղել, չկա ու չի կարալի, որտեղ ես չարություններ իմ ընտանիքի հանդեպ չեմ անում, այնց մի չարություններ, որ անգամ այդ տիպի խոսակցություն, շնորհակալություն Արեջան։ Հասկացան, Արեն ասում չարություն։ Այդ կարգի բաներ չի, շատ այդպես չի եղել, հետո այդ երևի մթնոլորտից օրինակ ես երբեք ինձ դա չի հետաքրքրել, չեմ կարծում, որ կլիներ մեկը, որ կգար այդպեսի մի բան կասեր, որովհետև այդ բանով եթե սկսես զբաղվել, շատ վտանգավոր գործ է դա։ Լիլիթ, ձեր մասնագիտության թե կյանքի բերումով դուք լրագրող եք եւ անընդհատ զբաղվել եք, թրծվել եք այդ մասնագիտության մեջ։ Արտուր, բամբասանք ասվածս չէր վերաբերվում բուն փաստերին կամ իրողությանը, այլ նրան, ինչը որ մարդիկ սիրում են վերագրել հասարակության համար ակտիվ գործող անձանց։ Այլ Լիլիթի հետ կապված է գեղեցիկ, խելացի կին։ Դե ես մի քիչ առաջ ասեցի, որ հենց այդ աշխատանքային process-ն էլ էր օգնում մեզ կյանքում, որտեվ իմանալով մեր հայ մենտալիտետը, իմանալով մեր ամեն ինչը, նաև հասկանալի է, որ բացի հենց Լիլիթից կամ մյուսի մասին, որ հեռուստատեսությամբ տեսնում են, անպայման մի բան պետք է ասեն, ու արդեն ոնց որ նորմալ էր դարձել եւ ոնց որ ասում բանի տեղ չէին գնում։ Դա իհարկե հնարավոր չի, դու ինքդ շատ լավ գիտես, ամեն անգամ նոր մի պատմություն կարող է հորինվել, տարբեր ժամանակներում նրանք տարբեր բնույթի են լինում, բայց կարծում եմ չեղած բան է։ Եվ միշտ կա մեկը, որը առաջ է տանում։ Թե ուր է այդ առաջը։ Ու ասում է, ես ինքս տեսել եմ։ Որ առաջ է տանում։ Չէ, այդ դա միշտ լինում է, ինձ թվում է, որ շատ վտանգավոր է, եթե սկսես դրանով զբաղվել, հետաքրքրվել, այդ մասը արդեն վտանգավոր կլինի, այդ պետք է ուղղակի նորմալ ընդունել եւ երբ որ ինչ-որ մեկով հետաքրքրվում են, անպայման այդպիսի բան զուգահեռ պիտի լինի։ Անդրադառնանք ձեր ընտանիքի կառուցման ամենակարևոր փաստին, ամուսնությանը։ Թող պարկի Արտուր ջան։ Հա, ոչինչ Արտուր, լավ։ Խորխալին չեն թռետակ, էլի։ Ես ասեմ, այդ մեր ընտանիքը ընդհանրապես միշտ նոր իրադարձություններով լի էր, թե աշխատանքային, թե հետո արդեն նոր տուն, այսինքն այնտեղ ռեմոնտ, հա, սկզբից, հետո երեխա, անդադ ինչ-որ նոր փուլերի մեջ էինք, մեզ համար դեռ այդքան հայտնի չէ, որտեղ նոր ընտանիք էինք, նոր էինք, հա, կազմավորվում։ Դուք ամուսնացել եք որ թվականին։ 96 թվականի դեկտեմբերի։ Ոտ դժվար տարի չկա։ 96-ի դեկտեմբերի 28-ին։ Ամեն ինչը դժվար է ձեր ամուսնությունը։ Որտեղ եք պսակադրությունը կատարել։ Սուրիպսիմե։ Իսկ հարսանեկան արարողությունը, իսկ քեֆ ուրախություն։ Հարսանեկան որ ռադիոյի մասան էլ այնտեղ նստած է։ Դե այն ժամանակ մի քանի օր ենք այդպես շարունակել, բուն այդ օրվա արարողությունը տանն է կատարվել, հետո 7 գիշեր որ ասում։ Հա, հետո որովհետև շատ տարբեր էին այդ խմբերը եւ աշխատանքային եւ այլն, մենք մի քանի օր տարբեր կամպանիաներով, որտեվ չի ստացվում, նույնիսկ այդ հիմա ստացվում է, բայց այն ժամանակ մի քիչ դժվար էր այդ բոլորի հետ դու ուզում ես մասնակից լինել։ Արսանյաց սրահներ չկային, եթե հիշում եք։ Վրաններում էին անում կամ բակերում։ Չէ, դե լավ։ Դուրս կար այդ ժամանակ։ Կա, ինչ է։ Չէ, վրան չճարեցինք։ Այդքան մեծ։ Ուղղակի թվում է, որ շատ տարբեր են այդ խմբերը, այդ կամպանիաները ու պետք է իրանց բոլորի հետ առանձին էլի շփվել։ Այդ իմաստով տենց մի քիչ շարունակական եղավ, մանավանդ նոր տարվա օրերն էլ էի։ Գիտեք, ես հիմա հիացմունքով նայում եմ ձեր երեխաներին, այնտեղ Նարեն փոքրիկ մենահամերգ է տալիս, մեր օպերատոր Խաչիկ պապիկի հետ միասին, եւ հետաքրքիր է։ Նախ ձեր առաջնեկի ծնունդը, հա, ինչ փոխեց կյանքում, որովհետեւ որքան էլ զույգերը
սիրեն իրար, աշխատեն, ապրեն, մեկը երեխայով է, չէ՞, ընտանիքը համալրվում։ Հա, շատ բնականաբար սպասված էր, իդեպ ես այդպես երբեք չեմ սիրել այդ առանձնացնել, առաջին եք, որովհետև ինձ թվում է, որ այդ սխալ է, յուրաքանչյուր երեխա, այսինքն գուցե այդ պահին նախատեսված չլինի, բայց պիտի սպասված լինի ծնունդը։ Բնականաբար առաջինը ավելի շատ անակնկալ էր, ոչինչ չես պատկերացնում, բայց իսկ անունը Անունը, ճիշտն ասած, ես միշտ սիրել եմ այդ անունը ու պարզվեց, որ Արտուրի սիրելի անուններից է, բայց ինձ համար են, որ լինում են հեքիաթային այդ անուններ, այդ առումով իմ բախտը բերել է երկու տղաներիս անուններն էլ այդ շարքից էր։ Հերոսական անուններ։ Հա, և չգիտեմ, շատ և հետաքրքիր էր, իր ծնունդով մի քիչ նոր, շատ բան փոխեց, բայց օտարության այդ զգացողությունը նոր մի էտապի, օրինակ ես այդքան չունեցա, որովհետև շատ հետաքրքիր երեխա էր ինքը հենց սկզբից էլ ու մինչև հիմա էլ այդպես ոնց որ կարող ես հենվել իր վրա։ Իսկ ինչ նախասիրություններ ունի։ Ավելի գորի հետ կապված մի քիչ հեշտ են ամեն ինչի խնդիրներ եւ այլն, ինքը անընդհատ փոխում է նախասիրությունները, բայց այնքան լավ պատկերացնում է, թե ինչ ա ուզում այդ պահին, մենք չենք միջամտում, աշխատում ենք չմիջամտել։ Գոր, ինչով ես սիրում զբաղվել։ Դպրոցից դասերից զատ, հա։ Դպրոցից դասերից զատ սպորտով չեմ զբաղվում, անշատ պարապում եմ։ Լեզուներ եւ ընկերներիս հետ տարբեր։ Իսկ որ լեզուներն ես սիրում, ինչ որ կոնկրետ լեզու կա, որը գերադասում ես։ Անգլերենը։ Որովհետեւ այսօր ավելի պետք է դա, թե որտեվ դու ես սիրում։ Չէ, համ սիրում եմ, համ պետք է։ Իսկ ինտերնետից օգտվել, այսինքն սոցիալական կայքերից օգտվել, ամբողջ օրը ինտերնետ, հա։ Չէ, ինձ ամբողջ օրը չէ, որովհետև ի տարբերություն, չնայած որ բնական է իրանց ժամերը կան, բայց հետաքրքիր է, իրենք շատ լավ ընկերներ ունեն եւ դասարանում, եւ բակում, որ հիմա քիչ է պատահում, շատ լավ բակ ունենք, մենք հենց այդ հաշվի առնելով էլ այդ տունը գնել ենք, ես վերջին տունը եւ այդ շատ լավ ընկերներ ունեն իրենք, հիմա քիչ է այդպես, որ ավելի շատ ժամանակ ընկերների հետ են անցկացվում, իրենք չէ, ամբողջ քաղաքը արդեն բոլոր տեղերը գիտեն, իրանք արդեն իրենց կյանքը դասավորում են, ոչ միայն կոմպյուտերի առաջ։ Գիտեք, ես հիմա ուժադիր համ լսում եմ, համ հետևում եմ Նարեին, որը իրեն զգում է ավելի լավ, քան տանը ոնց հասկացա, ու վախենամ, որ նա ընտրի ձեր մասնագիտությունը երկուսի։ Գեները ասում են։ Չգիտեմ, ինքս այն դեպքում, երբ որ հիմա մի քիչ իրականելու ժամի հետ համընկավ, թե չէ շատ է, բայց շատ շփվող է ինքը։ Հա, շատ մրթամոր, շփվող։ Դες տարան, փախցրեցին Նարեին։ Արդեն գնաց։ Գոր։ Անգամ մտանք հեռուստատեսություն, ինքը իրան սուչնուց լավ էր զգում սենց։ Դե ոնց գիտի գենետիկ կոդով հիշում է, որ այստեղ նա եղել է, ճիշտ է, չծնված ժամանակ մտքով, բայց եղել է։ Լիլիթ, իսկ ինչպես եկաք հանրային հեռուստատեսություն առաջին անգամ։ Եվ այն ժամանակ, որ ասում էր Արտուրը, մի քանի տարի աշխատոց գայլերի մոտ գնացին, ասում են, էս նորեով է։ Այն է հանրայինում դա, որ գիտենք, ինչ կարևոր տեղ է գրավել։ Չէ, ճիշտն ասած, ես աշխատել եմ ռադիոյում եւ այդ ժամանակ էլ զուգահեռ ռադիոյում էի աշխատում։ Անկեղծ պիտի ասեմ, ես շատ ավելի սիրում էի ռադիոն, քան հեռուստատեսությունը։ Եվ պարբերաբար եղել են տարբեր նախագծեր, կոնկրետ առաջարկներ են եղել, երբ ես եկել եմ, ինքս չեմ ներկայացրել, հեղինակային նախագիծ չեմ արել, չեմ էլ նախաձեռնել, որովհետև ավելի շատ ռադիոյի հետ էր կապը։ Ճիշտն ասած, շատ մի քանի, այսինքն ոնց որ sense փուլերով բոլորը կարող եմ համարել առաջին ըստ էության տարբեր, բայց մանկական հաղորդումից եմ սկսել, Արմեն Էլմասյանն էր հրավիրել, կապույտ թռչուն, եթե չեմ սխալվում, կամ նման մի բան, այդ շատ Թռչունը կար։ Չէ, այդ ժամանակ ավելի շուտ էր, դա երևի ես առաջին կուրսում էի։ Իսկ առավոտվա ծրագիրը երբ էր։ Առավոտվա ծրագիրն արդեն վերջում էր, երբ պարադիզն էր, 99 թվին գորը ծնվել էր արդեն առավոտվա ծրագիրը, դրանից հետո Արսեն Ասլանյանի հետ մի քանի նախագծերում եւ ավելի երկար ու արդեն Մարատ Օրձյանի հետ շաբաթ երեկո եմ սրարոշտում այդ նախագծումից, դրանից հետո առավոտյան ծրագիրը այդ արդեն 99 թվին էր։ Համարյա միշտ մինչև հիմա էլ աշխատում եմ, այսինքն ես կոնկրետ հրավերով ու կոնկրետ բանի համար այս դեպքում այդքան չես խառնվում այդ ներսի բաներին։ Հետո երբ որ արդեն սկսվեց ավելի շատ ներսում այդ կառուցվածքային
փոփոխությունները ես արդեն այստեղ չէի, այդ ժամանակվանից սկսած այնպես ստացվեց ուրիշ հեռուստաընկերություն հայկական երկրորդ տեղափոխվեց, ինձ համար շատ կարևոր է մթնոլորտը։ Ու շատ հաճելիորեն ստանում ենք եթերում սեկտոր պրոն է։ Ես հիշում եմ երեկոյան, փայլուն զույգ փայլուն աչքեր, ռոմանտիկ ու նաև շատ անկեղծացնող մի միջավայր ու էլի կենթանի զրույց, այսինքն ոնց հասկանում եմ ձեր նախընտրած տարբերակը մարդկանց հետ շփումն է։ Եթերային ֆորմատը։ Մարդկանց նաև սիրում եմ ինչ-որ գործողություն անպայման լինի, հնարավոր լինի ինչ-որ մի բան կոնկրետ ներկայացնել։ Ժամանակ տարբեր ժամանակներում տարբեր են, հիմա արդեն ամենտեղ անընդհատ բենդեր են, խմբեր, երաժշտական եւ այլն, պետք է թե չէ սա երկրորդ կողմն է։ Այն ժամանակ, երբ ինչը որ քիչ էր աշխատում էինք դրա վրա, համենայնիվս այդպես փորձում էինք անել։ Շնորհակալություն Արտուր, երբ որ գոռը ծնվեց, հետո ծնվեց Դավիթը, հետո ծնվեց Նարեն։ Ինչն է հետաքրքիր, կան զույգեր, որոնք իրենց կենցաղային խնդիրներից ելնելով արդեն մտածում են կանխել երեխայի ծնունդը կամ չանդրադառնալ նորից, մանավանդ երբ ունեն հասուն երեխաներ։ Հետաքրքիր է, ով ում համոզեց, որ ունենաք ձեր փոքրիկին։ Թե դուք Լիլիթին է, որ չէ։ Ճիշտն ասած, որ ասեցինք, որոշեցինք երրորդին ունենանք, ու ես հստակել ասեցի, որ աղջիկ է լինելու։ Այսինքն չորոշեցինք, ճիշտն ասած։ Ես տենց է գիտեի, որ պիտի աղջիկ լինի։ Եվ Աստված որոշեց։ Այո, եւ անպայման ուզում էինք, որ տղաներս քույրիկ ունենան, եւ իրանց կյանքում էլ ինձ թվում է շատ բան փոխեց դա։ Անգամ sense դետալ կա, որ իրանք բակից որ անդադ գնում ներս ու դուրս են անում, իրանք գալիս են տուն, մտնում են, լվացում են, նոր են մոտենում քրոջը։ Սովորության մեջ են։ Բայց մինչև չէի կարող, չէ՞, ասենք, ասել անընդհատ գնալ լվացում։ Դե մինչև այդ արդեն տենց դրան տենց ուշադրություն չենք դարձնում, փաստորեն, բայց իրանք մաքրասեր են, բայց այդ առումով դաժե անգամ այդ իրանց մեջ այդ աբիխոդի մեջ բան նոր բան, հա, մտավ, որ էդ էլ է ինչ որ հարգանքի նշանակam ինչ որ ուրիշ մի վերաբերմունք է։ Դավիթս ուրիշ ձև է Նարեին, գորս ուրիշ, բայց ընդհանուր որ նայում ես ամեն ինչը նույն ձևի է եւ սերը իշխում է, այսպես ասած, եղբայրների մոտ։ Նարեն որ ծնվեց, խանդում էր։ Չէ։ Իսկ ուրախացար որ քույրիկ։ Հա, ուրախ էի։ Այդ օրը հենց որ papan գնացել էր հիվանդանոց, ես հարցել էի, որ ժամն առավոտը զարթնել էի, հետը գնացել էի։ Լավ է, իսկ հետո որ տղաներով խմելու էին գնացիր դու էլ։ Չէ։ Ոնց չէ։ Հա, չէ, եկա ճիշտ։ Դավիթս է, գորս էլ ներկային։ Ոնց, փաստորեն ով տանջվի, ով գնա խմելու։ Չէ, դե մենք ահագին տանջվեցինք, մենք էլ Բաքում տանջվեցինք, հա, ծննդատան, բայց հետո արդեն դե պարզ է, որ պետք էր նշել։ Բայց հետաքրքիր է, որ քույրերը հիասթափված ասում են դե աղջիկ է, որ մի կերպ ու Արտուր, այո, աղջիկ է, երևի հակառակն է ռեակցիան Արտուր։ Չէ, դե միշտ սիրել եմ, իդեալից ինձ համար տենց ինձ անդադ թվում է, որ ես պիտի այդպես շատ միշտ ուզել եք, չէ, աղջիկ բան, բայց ես անկեղծ ասեմ, չէ, տենց չի եղել, որ ես անպայման ուզել։ Իմ կարծիքով այդ մի բանը պակաս էր մեր ընտանիքում եւ լրացվեց։ Դավ, պահկվել ես։ Ինձ ծիկարա, ծիկ։ Դավ, քույրիկին սիրում ես։ Հա։ Իսկ որ չարություն է անում բարկանում ես։ Խաղալիքներդ որ տանում է քեզնից չես բարկանում, չէ՞։ Չի տանում։ Ընդհակառակը ինքն է բերում տալի։ Հա, չէ, իդեալից շատ հետաքրքիր է, բայց ես ասեմ ոչ թե Նարեին դե այդպիսի բան երբեք չի եղել Դավիթի հետ էլ, բայց գոռն էլ Դավիթին տենց չի վերաբերվել խանդով, նույնիսկ այն ժամանակ ավելի քիչ է տարբերությունը եղել, էլի այդ բանը չի եղել մեջ, իսկ փոքրին ընդհանրապես։ Դավ, իսկ ինչով ես սիրում զբաղվել տանը։ Ավելի շատ կամպյուտերով եմ զբաղվում։ Խաղում ես։ Հա։ Նկարում էլ է ինչ որ այնտեղ Գրաֆիկ դիզայներ է դառնալու երևի։ Իսկ մտածել ես ինչ ես դառնալու։ Դե ցանկություններ Դե ինչ որ մտածել էիր ասա։ Բժիշկ ես ուզում դառնալ։ Բա ինչ։ Ընդհանրապես շուշուտ է փոխում։ Վերջինը ո՞րն էր։ Վերջին 3-ը։ Վերջինը շատ հետաքրքիր էր, թող ասի։ Ասա, դա մի ամոթ, ասա։ Դա դե լավ, խնդրում եմ, ասա, բոլորս խնդրում եմ, Դավիթ։ Այդ նույնն է, որ ինձ ասում էիր, չես փոխել դեռ։ Ասեմ ես։ Հա։ Ոնց համաչ։ Տաքսու վարորդ է որոշել դառնալ։ Վերջինը։ Բայց ինչի՞ չհասկացա։ Դա բայց ինչի։ Չգիտեմ, ինքը մի օր եկա, ինձ ասում եմ, գիտես ինչ եմ մտածում, ավելի լավ կլինի ես տաքսիստ դառնամ, այս վերջին բանը։ Իսկ մինչև այդ ինչ էր ուզում։
տարբեր բան մաթեմատիկայի դասատու հետո բան չեմպիոն պետք է դառնար ինքը գիմնաստիկա էր գնում ես հասկացա ինքը ինչի պակաս ունի ինքը դա ուզում է լրացնել Դավիթ ինքն իրան գնաց գիմնաստիկայից ես ինձ տարել եմ գիմնաստիկայի ընդունել ինչա նշանակում ինքն իրան տարավ ընդունեց մեր տան կողքն Հրանտ Շահինյան մարզա դպրոցը ոտքով գնաց մի օր հա ասաց չէ դե Բաքում գնում են այդ կողմը ընկերը գնում էր հետը գնաց ասաց որ էս ժամին է ընկեր Սամվելն է եւ էս բաներն է պետք ինչ որ թղթեր ես ինձ տարել եմ ընդունել եմ տվել բայց հիմա գնում ես գիմնաստիկայի Նարեի ապագան ինչպես եք պատկերացնում հետաքրքիր է երկուսդ էլ ես ասպարեզում երեխաները ինքնուրույն գիմնաստիկայի են հատիկը եղավ այդ տարբեր բաներ որ վերցրեց հոկեբան հա այդ հիմա բանա չէ ուրիշ կերպ ինչ որ գրած բաներ են ես չգիտեմ այսինքն թղթիկի վրա գրում է Այս սիրուն ձևավորված է փուչիկների մեջ բան տեն դիզայներ հոկեբան ինչ որ sense մի բան վերց նկարիչ հա եկել նկարիչ ինչ որ հիմա դե տենց է չգիտեմ ինչ որ փուչիկը ավելի սիրուն էր մենք մտածեցինք մի քիչ թիթիզ բանի մեջ ընկանք երևի չգիտեմ ճիշտ արեցինք թե չէ այդտեղ արդեն փուչիկներ են փոքրիկ մեջը գրված մի քանի բան ու դրանցից մեկը այդ վերցրեցինք հոկեբան դիզայներ Հոկիների դիզայներ կդառնա։ Հոկեբանորեն դիզայներ եմ։ Գոր, իսկ դու ինչ մտքեր ունես, ինչ ես ուզում դառնալ կամ ինչն է հետաքրքրում քեզ։ Ես պուճուր ժամանակ մեկ չեմպիոն էի ուզում դառնալ։ Բայց ինչի չեմպիոն։ Այսինքն չեմպիոնը ո՞ն։ Կարատեի էի ուզում դառնալ։ Կարատեի էր գնում։ Բայց հիմա ոչ մի բան չեմ որոշել ինչ պիտի դառնա։ Ավելի լուրջ է սկսել հիմա արդեն մտածել։ Արդեն որ չեմպիոնի գաղափարից հետ են կանգնել, դու եմ չեմպիոնի հետո գիտարահարի, դրանից հետո հիմա արդեն այդ լողելա գնացե, կարատեելա գնացե, անգամ պարիա գնացե։ Տենց բայց ժամանակավոր տենց զբաղմունքներ է։ Գոր, իսկ մի բան հարցեմ, մայրիկը, հայրիկը աշխատում են նույն ասպարեզում, հա, հեռուստատեսությունում։ Դու հետևում ես իրենց աշխատանքին, քեզ հետաքրքիր է այդ դաշտը։ Հա, հետաքրքիր է, բայց չեմ հասցնում դիտեմ։ Իսկ լինում է, որ ասենք եթե հանկարծ աչքի տակով նայում ես, քեզ հետաքրքրում է այդ դաշտը, հեռուստատեսությունը։ Հա, բայց ավելի շատ բանը պապային է հետաքրքրում։ Այ հիմա եկանք ավելի շատ պապային է հետաքրքրում, ինչու։ Կոնկրետ երաժշտական ուղղվածությունը, թե Չէ, այդ կազմակերպչական, պրոդյուսերական եւ այդ երգարվեստը տեսահոլովակներ, երգիչներ, տենց Ինքը ավելի շատ ուրիշ խառնվածքի նախ շատ սիրում է կարդալ։ Ես հիմա շատ քիչ կարող ենք տեսնել այս տարիքի երեխաները, որ այդքան կարդում են։ Գոր ինչ է սիրում կարդալ։ Հետաքրքրվում է պատմական, հա, լուրջ։ այդ ուղղությունը բոլոր ամեն մի բանի հետ կապված շատ մանրակրկիտ, ինքը մինչև վերջ կհետաքրքրվի, կբացահայտի, բոլոր աղբյուրները կփորձի գտնել, քիչ կարող են այդ Այսպես շրջանակը էլի։ Երբ որ Գորը ծնվել է, դուք ձեր ակտիվ աշխատանքային ընթացքի մեջ եք եղել եւ երբևիցե դադար չեք տվել որպես այդպեսին, բայց դժվար չէ փոքր երեխաներ ունենալով զբաղվել այս ասպարեզով ու լինել լիարժեք ասպարեզի մեջ։ Շատ դժվար է, չի լինում լիարժեք իհարկե լինել, որովհետեւ անպայման ինչ որ բան պիտի մի տեղից հասցնես։ Հնարավոր է գնալ, ասենք թե ինչ որ ժամերի որոշակի կոնկրետ աշխատանք անել, բայց այդ միջավայրի մեջ չես կարող լինել, որովհետև եթե դու այդ միջավայրի մեջ լինես, չես տեսնի քո երեխաներին ընդհանրապես։ Ես ճիշտ է միշտ ունեցել եմ օգնել են երեխաներին, ունեցել են խնամող։ Տատիկ, պապիկները։ Չէ, այո, դայակը, որովհետև մենք առանձին ենք ապրել ու այդպես հարմար չի եղել, բայց միշտ անընդհատ մեր օրվա մեծ մասը անպայման իրենց հետ պիտի լինենք, հիմնական կարևոր գործողություններ միշտ պիտի մենք անենք եւ ինչ-որ տեղեր եւ այլն տանել, այդպես չի էլի, որ կարող ես թողնել։ Դա զուգահեռ արվել է, որովհետեւ ուրիշ կերպ հնարավոր չի։ Նարեինը մի քիչ ավելի ուշ, հիմա նոր։ Բայց շատ լավն է, փոքրիկ հրեշտակ է, նախուճուճ մազերով։ Դա Գոր, դպրոցում լինում է առիթ, որ խոսեն, ասենք ձեր ծնողներից, որ նրանք հեռուստատեսությունում են աշխատում, կամ ասենք դասարանցիները անընդհատ ինչ-որ բաներ խոսեն հարցին։ Հա, խոսում եմ, բայց ես աշխատում եմ խուսափեմ այդ խոսակցություններից։ Ինձ այդ բանը, հա, լավ է, բայց որ տենց խոսում են, ամաչում եմ մի քիչ։ Շատ համեստ է, լավն է։ Դավ դու։ Իսկ դավ դու կռիվանում ես դպրոցում։ Հաստատ երկու հոգուք դեպ
լինում է։ Որովհետև կռիվ չի անում, իրանք շատ տարբեր են իմիջայլոց, տենց այդ նման են, բայց ոճերով էլ շատ տարբեր են, ասենք, սկսած մանկապարտեզից գոր միշտ առաջին տանում էր շատ ակտիվ ինքը։ Բայց ինձ թվում է Դավոն կռվազան շատ հանգիստ է հիմա նստած, բայց ինձ թվում է թե բակում, թե դպրոցում ինչ-որ Դավիթը իր կարատեն, որ բան կա, չէ, ոճեր, ինքը իր ոճն ունի։ Իրեն ուրիշ ոճ։ Ու սենց շատ չլսված, չտեսնված նոր ոճ։ Նախ ինքը շատ համառ է իր խոսքի տերն, անգամ հայրն եմ ինձ հետ։ Կարող է մի բան ասեմ, ինքը շատ դժվարությամբ կամ չանի, ամենայնպես ընդհանուր լեզու աշխատում եմ մտածեմ ոնց գտնեմ այդ պահին։ Եվ ընդհանրապես բակում էլ է ինքը ուրիշ ձև։ Ինքը շատ արդարամիտ բան կա, բայց ոչ հասկանալի էլի բոլորին։ Դավ ընկերուհի ունես։ Ու նայեցին իրար ու ժպտացին, հենց նոր ես նրանց բռնեցի երկուսին։ Գոր, դու։ Հա, որտե՞ղ բակից է։ Չէ, դպրոցի։ Դասարանից։ Լավ աղջիկ է։ Սովորող աղջիկ լինի կարևորը։ Վատալներ չի։ Շատ կոնկրետ գիտե ես սերունդը ինչ ասում։ Գոր իսկ Պուր եք գնում իրար հետ, ինչով եք։ Հələ ընկերուհիս չի դեր։ Հա, դու մտածում ես, որ պետք է լինի։ Բայց ծաղիկ առնում է։ Նայ որ խնձորը ծառից հեռու չի ընկնում։ Պտուղը համենայն դեպս, որովհետև ասում է հələ չի, բայց պիտի լինի։ Դավիթը չէ, Դավիթը այդ կողմից մի քիչ Ինչ գիտես դու։ Դե հələ որ Փաստորեն Լիլիթը պահում է, էլի ձեր գաղտնիքները ընտանեկան։ Շատ լավ։ Մի այսպեսի հարց էլի, տանը ընտանիքում այսքան զբաղվածության արդյունքում տեսեք երեխաները կոնկրետ գիտին արեն ինչ ա ուզում ինձնից իմ բլոկում ուտելիքներ, պատրաստել համեղ, իրար հետ ճաշել, հա, ընտանեկան ավանդույթներ։ Հա։ Շատ Ով է պատրաստում Արթուր դուք։ Ես մեկ լինում է հավես ենք տալի, ես գորը Դավիթը գնում ենք ինչ-որ։ Շատ լավ։ Ինչ-որ կարանք, կարտոշկա ենք ժարի տանում, ինչ-որ sense բաներ։ Ձվածեղնա, չէ, ձեր։ Ձվածեղ, բայց այդ առումով վախներս բերել է մեր, քանի որ Լիլիթը շատ լավ ձեռք ունի եւ շատ համեղ է պատրաստում։ Լիլիսկումից է գալիս իմիջիալից անդրադառնանք ձեր ընտանեկան արմատներին, որովհետեւ այդ պատրաստելու ջիղը հենց այնպես չի լինում որպես կանոն։ Դա պատրաստելու ջիղը բնականաբար մայրիկիցս, մորս եւ ավելի շատ տատիկիցս նաեւ, այսինքն այս գծով հայրենա դարձեն եւ այդ աղբարական եմ ես համարում։ Այսինքն յուղով խավիցը, ոչ թե ջրով։ Հա, անպայման։ Եվ այսինքն կերակրատեսակների մեջ բնականաբար ավելի շատ դրանք են։ Ցնած հետո փոխվեց իհարկե, նաև ուրիշ բաներ փորձում ես, բայց ավելի շատ այդ խոհանոցի ես այդ եմ սիրում այսինքն։ Իսկ լինում է մեկ Արտուրին գործի դնեք, դե գոնե դու սալատը կտրտի, չգիտեմ ինչ կարտոֆիլը։ Ես ճիշտն ասած չեմ գործի դնում։ Ոչ թե որ խնայում եմ, այլ ուղղակի ես չեմ ուզում 3 անգամ նույն գործ անում, ինքը չի կարող անել ոչ մի բան։ Որ հետո ափսեները պակասություն կանեն, չէ՞, արդեն են գաղտնի։ Անիմաստ է, դրա համար ավելի լավ է այդ կարգի գործերին ուղղակի իրեն չընդգրկել։ Լիլի իմաստունները ասում են, որ ամուսնական կենցաղը երբեմն սպանում է զգացմունքը, հա, կամ ռոմանտիզմը։ Այ հետաքրքիր է ձեր ընտանիքում ինչպես է կանում, որ այդ ռոմանտիզմը պահպանվի։ Եվ արդյոք Արտուրը հասցնում է ժամանակին նվերներ մատուցել, ծաղիկներ։ Սենց ասեմ, ես պատասխանեմ, եթե կարելի է։ Այո, իհարկե, ցանկալի է։ Ես արդեն մոտ շատ ժամանակ զբաղվում եմ տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելով եւ ամեն մի միջոցառումը տվյալ պահին, հա, թե պատվիրատուին, թե ընդհանրապես այդ կոլեկտիվին, որի համար վարվում է, մտածում ենք ել ավելի ինչ նոր բան մատուցենք եւ դրա համար էլ այդ ֆանտազիան երբեք չի պակասում եւ տան հետ կապված էլ է, ես միշտ մտածում եմ անգամ մի փոճուրիկ բան էլ լինի, բայց դա նենց ներկայացվի, որ դա այդ օրը մի նորություն, մի թարմություն եւ մի sense մի ուրախություն բերի մեր տուն։ Դա լինի ոցանելիք, շոր կամ տան հետ կապված ինչ-որ մի բան։ Մարտի 8 ապրիլի 7։ Դե, ինձ թվում է մեկ ամսյակը կապ չունի, պետք է ամեն ամբողջ տարին էլ անդադ թե ծաղիկներ, թե նվերներ մատուցես։ Պետք է թե անում եք։ Անկամ ինքդ կարող ես անդադ առանց ոչ մի բանի նվեր լինես։ Այ ես իրավունք։ Միշտ փայլել է համեստությամբ, միշտ։ Կարող եք ինքներդ նվեր լինել վերջին տարբերակով, եթե ուրիշ բան չկա։ Այն բանն է, լուչի տոյ պодарочек, это я։ Վինի Պուխ։ Գոր, ձերոնք շատ են վիճում տանը։
Չէ։ Դու ինձ ճիշտն ասա։ Չէ։ Դες մարդ չի իմանա, ով է մեզ նայում, ոչ ոք։ Չէ, իսկականից չէ։ Իսկ ընդհանրապես ինչի շուրջ կարող են վիճել, եթե վիճում են։ Չգիտեմ։ Մասնագիտական։ Սա ձեր։ Հա, մեր։ Ինչի հետ կապ, երեխաների ապագայի հետ կապված։ Չէ, ապագայի հետ կապված, մեկ-մեկ երեկոյան, երբ ինքը այսպես պետք է նայի բոլոր տեսակի, չգիտեմ, ինչ ֆիլմերը, Արտուրը։ Հա, ասենք։ Կռիվ կինոներ։ Բան չէ։ Ֆանտաստիկ, տենց տարբեր պատմական։ Ամեն օր տենց ես չեմ տեսնում ընդհանրապես որ այդքան, բայց երբ որ Արտուրը տանն ամեն օր այդ ֆիլմերն են, անընդհատ բոլոր ալիքներով ինձ թվում է, ինքն է։ Ու ասենք երեխեքին գալիս է ծում։ այնտեղ մի բան են անում չարություն եւ այլն, մեկ էլ սկսում է ջղայնանալ, ինչ որ հունից դուրս գալ, մի քիչ կոպիտ է այդ մասը։ Բայց ամենահետաքրքիրը որ կարող է ժամը գիշերվա 2:30-3-ին էլի եւ իրան գան ասեն եղելա դեպ գորը զանգարել է տան հեռախոսի վրա իր ձեռքից իր սենյակից սլա պապա մամային դուր տվել եմ մամային մամ մեզ բուտերբրոդ բեր գիտի ծառայություն է էլի առաքման ծառայություն է ու մեկ է տենամ ժամը 3-ից որ ձեներ ինչ որ խաղեր են մտածում չգիտեմ ինչ են անում ինքը Spider-Man-ի շորահակ է ինքը չգիտեմ եսի ում շորնահակ է Այդ փոքր էինք ասում այդ փոքր ժամանակ բայց հիմա էլ արդեն կոմպյուտեր են իրար այդ ֆուտբոլը գիշերվա 3-ը կարա լինի տենամ հելը քնած չէ բարձր արդեն ասում եմ արա գնացեք քնեք զզվսիկ Բարձրը նստած կինո են նայում թե կինո թե Չէ, եթե նստած նայում են, չէ, ուղղակի որ աղմկում են, ինքն էլ սկսում է գոռալ, դրանից հետո ես մոտ մի 40 րոպե պիտի հանգստացնեմ, որ Դավիթը Հա, ինքը հուզվում է, չէ, հենց հա։ Հա, չէ, ինքը չի հուզվում, ինքը ուղղակի կարա որոշի մյուս օրը դասի չի գնալու եւ այլն, իսկ եթե այդ բնավորության այդ ամենակարևոր գիծն է, ինքը ինչ խոստանում է, անպայման կկատարի։ Ամենադժվարը խոստում կորզելն է։ Եթե խոստացավ, որ այսինչ բանը պիտի անի, ինքը հաստատ կանի, բայց կարող է դա չհաջողվի այդ խոստումը փոխել, էլի։ Իսկ մի բան հարցեմ, տանը ընտանիքում հյուրեր ընդունել, հա, ընկերների հետ հավաքվել հենց տանը։ Նախկինում խորհրդային տարիներին դա շատ գեղեցիկ սովորույթ էր, հա, ձևավորված մեր ծնողների մոտ։ Հիմա ինչ որ շատ հաճախ է անգամ եթե ես հանդիպումներ ունեմ մտերիմ մարդկանց հետ ըստ գործի, հա, գործնական, ես գերադասում եմ, ասում եմ ես տանը կլինեմ, տուն եկեք, տանն ենք հավաքվում, նստում, այդ առողջ այսպես ասած միջավայրում եւ թե հաճախ ենք այդպես հավաքվում նախ այդպես ստացվեց ուղակի որովհետեւ երեխան որ փոքր էր երեխաները փոքր էին լինում տանը ինձ համար ավելի հանգիստ էր ես իրենց չէի թողնում դուրս գալ իսկ իրանց հետ էլ գնալը արդեն բավական դժվար է լինում ժամերը եւ այլն հավաքատեղ էր դառնում Դա այդ էլ պատճառ դարձավ ավելի հաճախ ենք տանը։ Լիլիթ քանիսին է ժամը լինում հաղորդումը ձեր։ Ժամը 5-ին, 17-ին ամեն օր, չէ։ Այո, բացի շաբաթ կիրակ։ Դե հա, այդքան շաբաթ կիրակին ոչ մի բան չի ուզում դրա համար։ Շաբաթ կիրակի թողնում ենք որ շաբաթ կիրակի կինը միայն մի բան է ուզում որ իր տղամարդ իր ամուսինը տանը լինի։ Ցանկալի է։ Չբարկացնել Նարեին։ Վերցրու բալիս, վերցրու հանգիստ նկարի, հետո ես կվերցնեմ քեզնից։ Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ ներկայացնում եմ կամ փորձում էի ներկայացնել Արթուր Հովհաննիսյան, Լիլիթ Մելքոնյան ընտանեկան զույգը, որոնք ընտանիքից զատ շատ լավ ընկերներ են, հա, ու նաև գործ ընկերներ են, ու ոնց հասկացա, ձեր վեճերը կարող են նաև գործի բերումով էլ լինեն։ Չէ, Լիլիթ չի լինում, հիմա որ նայեք Արթուրի եթերները ու դուք լինելով լրագրող, ասենք ունենաք դիտողություններ եւ իրեն ասեք բացահայտ Իհարկե ես ասում եմ, բայց ինքը պատրաստ է ընդունելու, եթե կոնկրետ ինչ-որ բաներ կան, ուղղակի այդ ձևաչափերը բավական իրենը որպես երաժիշտ շատ հարմար է իրեն։ Այս ասպարեզը։ Եփվել է մեջը հազար տարի։ Հա, եւ այդ առումով հարմար է։ Եթե ինչ-որ բաներ լինում են, ես ասում եմ մեծ սիրով ինքը ընդունում է այդպես։ Այդ առումով վեճեր չեն լինում։ Նույնը նաև եթե երաժշտական ինչ-որ մի բան է լինում, ես անպայման իրեն հարցնում եմ եւ այս դեպքում ամոթ չի էլի, որ ամեն ինչ ասենք պարզ Ես ինքս էլ չեմ զլանում, միշտ հարցնում եմ, քանի որ ես ժուրնալիստ չեմ։ Այո։ Եվ իլուր աշխարհի դա ասվեց են։ Հա, ես ժուրնալիստ չեմ, ես որպես այդ ասպարեզի մարդ եւ քիչ թե շատ գիտես դու ինքդ,
բայց օրինակ համար վերջերս կա որ լինում է հարց որ պետք է հարցնեմ ասում Լիլիթ ոնց ճիշտ ձևակերպեմ կամ ես միտքս ընդհանուրացնեմ որ ինքը այդ առումով չէ համագործակցություն ավելի քան թե ինչ որ վեճեր ընդհանրապես չի լինում որտեվ մեզ ել եմ ասում այդ ռադիոն որ իրարից սկսել ենք աշխատելը մեզ շատ ճիշտ է մենք անգամ հայացքով հասկանում ենք որ sense բան է պետք անել կամ կես բառից արդեն ասում ենք հա կամ չէ դուք ամուսնացել եք 96 թվականին չէ ասացիք այսքան տարվա 14 տարի, բայց իրականում մեծ գործ է կարել 14 տարում հարստություն է, հա, տաղավարում էր այսօր։ Արտուր, դուք որպես տղամարդ եւ ամուսին եւ հայ տղամարդ, որը ապրում է հայկական կենցաղով եւ հայկական իրականության մեջ ունենալով գեղեցիկ եւ գործունյա տիկին, ինչն է ձեր կարծիքով կարևոր նախապայմանը ընտանիքի պահպանման։ Բայց երջանիկ ընտանիքի, ոչ թե ձևական։ Իմ կարծիքով այն սերը, որ սկզբից ստեղծվում է, դա պետք է ամեն ձև պահպանել, ծաղիկի պես անդադ պետք է ջրել եւ որ նա միշտ գույնավոր ու ծաղկի եւ պետք է պահպանվի եւ ավելանա, այլ ոչ թե ու մեկ-մեկը պետք է անգամ ամեն ինչը թողնես մի կողմ, բայց զբաղվես այդ հարցի շուրջ, որ սերը լինի, այդ կրակը։ Մնացածը կողքից երևում է, ոնց որ ասում է ռուսելաբառն, չէ՞, միլիմ շալաշերայ։ Հիմի ամեն տեղը որ լինես, եթե սիրում ես, քեզ պարզ է, հիմա կարող եմ հերոսատորներ ասեն շատ պարզ է, չէ, թե ես չկա կամ ես կլինի կամ են, բայց ամենայնպես երջանկություն են ստեղծում է այդ, որ դուք իրար սիրում եք եւ մեր երեխաներն են արդեն մեզ այդ ամեն ինչը տալիս, որ ել ավելի միշտ ամրապնդվի, ել ավելի ամրապնդվի եւ պինդ մնա։ Այսինքն մենք շատ ուրախ ենք, որ լավ հիմք ենք դրել։ Շատ լավ։ Հիմիկվա նորակառույցների պես թույլ հիմքեր չունեն, էլի։ Ну ոչ բոլորը։ Մեր հիմքը շատ ամուր է դրվել եւ ես շատ ուրախ եմ, որ այդ հիմքը իմ կարծիքով կոտրել անհնար է։ Շատ աստված, որ երբեցե կարիքը չլինի կամ մարդիկ չլինեն այդպիսիք Լիլիթ։ Ես կարծում եմ, որ պիտի ուղղակի ամեն ժամանակի մեջ ճիշտ վերադասավորումներ մի քիչ արվի բոլոր տեսակի հարաբերություններ, ոնց որ աշխատանքային հարաբերություններ մտան, չէ՞ պիտի միշտ ինչ որ չափերը անընդհատ փոփոխության ենթարկելու այդ խնդիրը կա, նույն ձևել ընտանիքում է պետք պիտի երբեք մի բանը չդառնա առաջնային, ասենք աշխատանքը կամ թեկուզ երեխայի հետ կապված այս մի խնդիրը դառնա առաջնային, պիտի կարողանաս անընդհատ ամեն պահի մի պահ կտրել ժամանակ ու հատկացնել մյուս կետին, նույն ձևի ընտանիքում պետք է ժամանակ իսկապես պետք է հատկացնել եւ պիտի գնահատել ուղղակի այդ օրեն ինչ որ կա, որովհետեւ եթե այդ պահի երջանկությունը չես գնահատում, դու չես հասկանում, չես կարողանում այն պահպանել։ Ընդհանրապես պիտի ժամանակը ճիշտ բաժանես, ինձ թվում է, որ միայն կազմակերպելու հարց է սա։ Եթե նորմալ հիմքերով ստեղծված ընտանիք է իհարկե։ Նորմալ չէ, շատ լավ։ Արի ինձ մոտ արդեն ավարտվում է մեր ժամանակը։ Նստիր ինձ մոտ, գիտեք Արտուրը շատ մի րոպե այսքուշ։ Արտուրը շատ լավ հիշեց շալաշի պատմությունը, ես հիշեցի Վլադիմիր Վիսոցկու խոսքերը, соглашайся, хотя бы на рай в шалаше, если терем с дворцом кто-то занял։ Դե հա, փողը, հարստությունը, բարեկեցությունը վատ կոմպոնենտներ չեն, բայց իրական հիմքը ինչպես տեսնում եք զգացմունքի մեջ եւ հստակ որոշմամբ։ Դա պետք է իմ կինը լինի, ասաց եւ արեց։ Դա աստված, որ ձեր ընտանեկան անդորը միշտ լինի, շարունակվի այսպես խաղաղ, հանգիստ եւ բեղուն։ Իսկ մենք կրկին կհանդիպենք հանրայինի եթերում։ Եղեք ուշադիր նաեւ հանրային երկրորդ հեռուստաալիքին, թե ինչ է ուզում կին այդ հարցավերջականը։ Կհանդիպենք։